Կալորիաների դեֆիցիտով եմ սնվում 1300 կիլոկալորիա, հասակս 160, քաշս 59, ուզում եմ նիհարել 5 կիլոգրամ, սպիտակուցների նորման չեմ բավարարում եւ չեմ նիհարում։ Այս էֆեկտը նշանակում է պլատո էֆեկտ իրականում եւ ինչի հետևանքով է, ասեմ, որպես մասնագետ հարգելիս իրականում նիհարելու ժամանակ միայն չպետք է կալորիաների դեֆիցիտ լինի, այլ իրականում պետք է լինի կալորիաների ճիշտ օգտակար սննդանյութերի պարունակությունը եւս, այսինքն բալանս, որ բջջանյութը, սպիտակուցը եւ բարդ ածխաջրերը պետք է անպայման կարևորել եւ զերծ մնալ բարձ ածխաջրերից եւ սպիտակուցները ուզում եմ ասեմ, որ պետք է լինի նաեւ ճիշտ սպիտակուցներ, իրենց մեջ պարունակեն բոլոր ամինաթթուները, որպեսզի դուք կարողանաք մկան զարգացնել եւ նիհարել ճարպի մակարդակով եւ ոչ թե քաշի նվազեցում տեղի ունենա, ասեմ, որ սպիտակուցի մակարդակը եթե չեք բավարարում, դուք չեք նիհարում ճարպի հաշվին, ձեր նիհարածն է լինելու եւ պարզապես մարմնի զանգվածի կորուստ, որովհետև առանց սպիտակուցի չեք կարող մկան զարգացնել։ Այդ իսկ պատճառով շատ կարևոր է ճիշտ սպիտակուցային քանակը եւ ճիշտ սպիտակուցները։ Ես ասեմ, այդ խնդիրը ունեցել եմ 27 կիլո ամենասկզբից առողջ բալանսավորված ծնվելով, բայց չէի կարողանում բավարարել իմ սպիտակուցի քանակը եւ պարզապես ես կորցրեցի շատ մեծ քանակությամբ մկաններ, որը որ շատ երիտասարդ հասակում ես վերածվեցի տատիկի։ Ես անդրադարձա այս մեկնաբանությանը, որովհետև ուզում եմ ասել, եթե դուք ցանկանում եք իրապես մասնագետի հետ նիհարել, ճիշտ սպիտակուցներ ունենալ, անպայման պետք է լինի ճիշտ խորհրդատվություն, ճիշտ մասնագետի վերահսկողություն եւ մեկնաբանություններում գրեք մկան բառը, ես ձեզ սիրով պատրաստ եմ օգնելու եւ ձեզ աջակցելու ավելի ճիշտ ծրագրի շնորհիվ պլատո էֆեկտից դուրս գալու, որովհետեւ պլատո էֆեկտը միայն սպիտակուցների քանակը չի, որ պետք է բավարարվի, այնտեղ եւ նյութափոխանակությունը, ֆիզիկական ակտիվությունը, մի խոսքով շատ հանգամանքներ պետք է դուք ունենաք, որպեսզի պլատո էֆեկտից դուրս գաք եւ պլատո էֆեկտը հենց նաեւ ցույց է տալի փաստ, որ ձեր նիհարման process-ը ճիշտ չի եղել։